Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել ու դիտել այս անչափ կարևոր տեսանյութը։ Այսօր խոսելու ենք ծիրանի հակացուցումների մասին։ Ծիրանը լինելով համեղ և օգտակար միրգ ունի նաև որոշ հակացուցումներ, որոնց մասին կարևոր է իմանալ հատկապես որոշակի առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Ահա և հիմնական հակացուցումները։ Աստիճանաբար ուտել ու ոչ դատարկ ստամոքսին։ Ծիրանը պարունակում է թթուներ, որոնք կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը։ Հատկապես վտանգավոր է դատարկ ստամոքսին ուտելը, կարող է առաջացնել ցավ, այրոց կամ աղիքային գրգռվածություն։ Ստամոքսի խոցերի կամ գաստրիտների դեպքում ծիրանի թթվային բնույթը կարող է վատթարացնել գաստրիտի կամ խոցային հիվանդության ընթացքը։ Ծիրանը պարունակում է շաքար, ուստի շաքարախտով հիվանդները պետք է չափավոր օգտագործեն այն և խորհրդակցեն բժշկի հետ։ Նյարդային համակարգի գերզգայունության դեպքում ծիրանի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է առաջացնել թուլություն, գլխապտույտ կամ ցածր ճնշում, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ցածր արյան ճնշում։ Փորկապության կամ մարսողական խնդիրների դեպքում չափից շատ ծիրանը կարող է ունենալ լուծողական ազդեցություն, սակայն որոշ մարդկանց մոտ, հատկապես երեխաների մոտ, կարող է առաջացնել նաև գազեր կամ փքվածություն։ Ինչպես օգտագործել ծիրանի կորիզները։ Ծիրանի կորիզը պարունակում է ամիգդալին, որը մարմնում վերածվում է ցիանիդի թունավոր նյութի։ Մեծ քանակով կորիզ ուտելը կարող է վտանգավոր լինել առողջության և նույնիսկ կյանքի համար։ Ովքեր կարող են ուտել ծիրան առանց վախենալու։ Առողջ մարդիկ առանց ստամոքս-աղիքային խանգարումների, երեխաներ չափավոր և անպայման լվացած վիճակում, հղի կանայք իհարկե սեզոնին և հիգիենիկ պայմաններում պահպանված ծիրան։ Իհարկե չենք կարող չնշել նաև ծիրանի օգտակարության մասին։ Այն բարելավում է մարսողական համակարգը։ Ծիրանը հարուստ է սննդային մանրաթելերով, որոնք օգնում են լավացնել մարսողությունը, կանխել փորկապությունը, հեռացնել տոքսինները աղիքներից։ Աչքերի առողջություն։ Ծիրանում կա բետա-կարոտին, որը մարմնում վերածվում է վիտամին A-ի։ Այս վիտամինը կարևոր է տեսողության պահպանման, աչքի ցանցաթաղանթի առողջության համար, գիշերային կուրության կանխարգելման։ Ծիրանը պարունակում է կալիում, որն օգնում է կարգավորել արյան ճնշումը, հակաօքսիդանտներ, որոնք կանխում են բջջային վնասները, և պեկտին, որոնք իջեցնում են խոլեստերինը։ Իհարկե, նաև մաշկի երիտասարդացում։ Ծիրանի մեջ առկա վիտամինները A, C, E և հակաօքսիդանտները դանդաղեցնում են մաշկի ծերացումը, օգնում են կանխել կնճիռները, լավացնում են մաշկի գույնն ու առաձգականությունը։ Ծիրանի վիտամին C-ն ուժեղացնում է պաշտպանական համակարգը, օգնում է պայքարել վարակների դեմ, նպաստում է վերքերի արագ ապաքինմանը։ Անեմիայի կանխարգելում։ Ծիրանը հարուստ է երկաթով, իսկ վիտամին C-ն օգնում է դրա յուրացմանը, օգնում է կանխել և մեղմել սակավարյունությունը։ Ծիրանի բույրը և համը կարող են բարելավել տրամադրությունը։ Բնական ուրախացնող միջոց է, պարունակում է մագնեզիում նյարդային համակարգի համար։ Նշենք նաև, որ ծիրանը հայկական ինքնության խորհրդանիշ է։ Հայաստանում ծիրանն այնքան սիրված է, որ այն հաճախ անվանում են հայկական ոսկի։ Ասում են, որ ծիրանի ծառն առաջին անգամ աճել է հենց Հայաստանի հողում։ Ըստ հին ժամանակների ավանդության, երբ Նոյը իջավ Արարատից և սկսեց մշակել հողը, նա առաջինը տնկեց ծիրանի ծառ։ Այսպիսով ծիրանը դարձավ պտղաբերության, արևի և նոր կյանքի խորհրդանիշ։ Հին հույն գիտնական Պլինիոս Ավագը գրել է. «Ծիրանն առաջին անգամ Եվրոպա է բերվել Հայաստանից»։ Հայկական եռագույնի նարնջագույն շերտը խորհրդանշում է հայ ժողովրդի ստեղծագործ աշխատանքը և պտղաբերությունը, իսկ այս գույնը հաճախ ասոցացվում է հենց ծիրանի հետ։ Ոմանք նույնիսկ ասում են ծիրանագույնը հայի աշխատավոր ձեռքերի, արևի և երկրի խորհրդանիշն է։
Հայկական ազգային երաժշտական գործիքներից մեկը ծիրանափողը պատրաստվում է ծիրանի ծառի փայտից։ Այն ունի մեղմ արտահայտիչ ձայն և օգտագործվում է հատկապես ժողովրդական երաժշտության մեջ։ Որպես ժողովրդական ասացվածք ասում են ծիրանի ծառը ոչ միայն կերակրում է, այլև երգում է։ Գյուղական ավանդույթ կա, ըստ որի ծիրանը չի քաղում ստվերում, այն պետք է հասունանա արևի լույսով, որ իսկական համ ունենա։ Դրա համար որոշ շրջաններում ծիրանը վաճառում էին հատուկ անվան տակ արևահամ ծիրան։ Իսկ ծիրանն ընտրելն իսկական արվեստ է, որպեսզի վայելես նրա արևահամ բույրը և հյութեղությունը, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի մանրուքների։ Անպայման նայիր գույնին։ Հասած ծիրանն ունի հագեցած, նարնջագույն կամ ոսկեգույն գույն, կախված տեսակից։ Վատ նշան են կանաչավուն երանգները, ինչը նշանակում է, որ պտուղը վաղաժամ է քաղվել։ Ծիրանը պետք է լինի մթնոլորտային գույնով, ոչ միապաղաղ կամ մոխրագույն։ Լավ ծիրանը պետք է լինի մեղմ և մի փոքր փափուկ, բայց ոչ շատ կիպ կամ ճզմված։ Եթե չափից շատ փափուկ է, արդեն կարող է սկսել փչանալ, եթե շատ կոշտ է, դեռ լիովին հասած չէ։ Հասած ծիրանն ունի բացահայտ հաճելի բույր, մրգային, թարմ և քաղցր։ Եթե հոտ չկա, ծիրանը հավանաբար վաղ են հավաքել։ Ստուգիր կեղևն անպայման։ Այն պետք է լինի մաքուր, միատեսակ, առանց բծերի կամ վնասվածքների։ Խուսափիր ծիրաններից, որոնք ունեն սև կամ մուգ կետեր, ճեղքեր, հյութի արտահոսք։ Ուշադրություն դարձրու ծագմանը։ Հայաստանում աճած ծիրանները, հատկապես Արարատի և Արմավիրի շրջաններից, հայտնի են իրենց արևահամ որակով։ Տնային պայմաններում աճած կամ տեղական ծիրանը հաճախ ավելի բուրավետ է, քան ներմուծվածը։ Իսկ ինչպես պահել այն։ Սենյակային ջերմաստիճանում 1-2 օր հասնելու համար, սառնարանում 3-5 օր, բայց երկար պահելը կարող է քայքայել համն ու բույրը։ Ցանկության դեպքում կարելի է այն չորացնել կամ սառեցնել։ Եթե ուզում ես, կարող ենք առաջարկել նաև ծիրանի տեսակների ցանկը, որոնք ավելի հյութեղ են կամ քաղցր։ Ինչպես պատրաստել չիր կամ մուրաբա տնային պայմաններում։ Գեղեցիկ հայկական բաղադրատոմսեր ծիրաններով։ Եթե կցանկանաս տեղեկություններ հետաքրքիր բաղադրատոմսերի և իհարկե ինչպես ճիշտ չորացնել ծիրանը, ինչպես ճիշտ պատրաստել մուրաբա, ապա անպայման գրիր այդ մասին, ու մենք հաջորդ տեսանյութերից մեկում կմանրամասնենք ամեն ինչ։